Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նախապատրաստում է թուրքական օկուպացիային, շատերը կարծում են, թե թուրքերը զինված գալու են եւ կանգնեն մեր քաղաքներում ու գյուղերում։ Ոչ, այդ օկուպացիան կարող է ունենալ մշակութային, կրթական, ֆինանսական, տնտեսական տեսք, եւ Թուրքիան ըստ ամենայնի հենց նման օկուպացիայի է նախապատրաստվում։ Այս պնդումները փաստելու եկավ նոր հրապարակում թուրքական լրատվամիջոցներից մեկով։ Թուրքական ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը Oda TV-ն երեկ գրել է, որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպման ընթացքում պարտավորություն է վերցրել, որ Հայաստանում 10 մզկիթ կկառուցվի քաղաքներում եւ մարզերում, այսպես ասած մուսուլման փոքրամասնության համար։ Իսլամադավաններ իհարկե կան Հայաստանում, հիմնականում Իրանից եւ շիա իսլամի հետևորդներ, եւ նրանք ունեն իրենց աղոթատեղին, Երևանում Կապույտ մզկիթն է։ Իսլամադավանների թիվը մեծ չի Հայաստանում։ Հետևաբար հարց է առաջանում, ում համար է, այդ ինչ իսլամադավան փոքրամասնության համար է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում Էրդողանի պատվերով 10 մզկիթ կառուցել։ Ըստ ամենայնի այս լուրը գալիս է ապացուցելու նաեւ մեկ այլ մտավախություն, որ հասարակության adekvat շրջանակներն ունեն։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ադրբեջանցիների այսպես կոչված վերաբնակեցմանը եւ որպիսի այդքան հավատավոր ադրբեջանցիները չկտրվեն իրենց կրոնից, երևի թե դրա համար էլ Էրդողանը պարտադրում է, որ մզկիթներ պիտի կառուցվեն։